Նոյեմբերի 28-ին, 29-ին և 30-ին իդեալ համակարգի բոլոր խանութ սրահները կաշխատեն մինչև ժամը 22:00։ Վերջին հնարավորությունն օգտվելու սև ուրբաթի ցնցող զեղչերից։ Այլ թեմաների մասին։ Ուզբեկստանի մայրաքաղաք Թաշկենտում անցկացվող տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կորսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում Եվրամիության առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ հարցեր։ Մարթա Կորսը ողջունել է Հայաստանի ձեռնարկած քայլերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում, նաև ընդգծել Հայաստանի կարևորությունը Եվրամիությունում կապակցման օրակարգում։ Անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի ևս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մինչև 2036 թվականը երկրի պետական ազգային քաղաքականության նոր ռազմավարությունը հաստատելու մասին, փաստաթուղթը ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից։ Նախորդ ռազմավարությունը գործում էր 2012-ից։ Փաստաթղթում նորամուծություն է եղել պետություն, քաղաքակրթություն տերմինի կիրառումը։ Ռազմավարությունը սահմանում է թիրախային կոնկրետ ցուցանիշներ։ Մինչև 2036 թվականը Ռուսաստանի բնակիչների մինչև 95%-ը պետք է իրեն նախ եւ առաջ ռուսաստանցի զգա, իսկ քաղաքացիների 3/4-ը պետք է դրական գնահատի երկրում տիրող միջեթնիկ իրավիճակը։ Փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոչ բարեկամական պետությունների կողմից ռուսական հասարակությունը պառակտելու եւ միջեթնիկ հարաբերությունները ապակայունացնելու փորձերին հակազդելուն։ Ռազմավարության իրականացման առանձին ուղղություն է դառնալու Դոնեցկի եւ Լուգանսկի այսպես կոչված հանրապետություններում, Զապարոժիայի եւ Խերսոնի մարզերում ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդումը, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում հակառուսական քարոզչության եւ ազգայնականության տարածման հետևանքների վերացումը, նշվում է փաստաթղթում։ Ռուսաստանի մեկ այլ որոշմամբ հակաիրավական գործողությունների կանխարգելման նպատակով արգելվում է միգրանտներին օդամղիչ զենքի, էլեկտրաշոկերների, գազային եւ այլ փոշեցիրների, ինչպես նաեւ կայծային պարպիչների վաճառքը։ Եվ այժմ զրուցելու եմ քաղաքագետ Միտք վերլուծական կենտրոնի հիմնադիր Լիլիթ Դալաքյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գին Դալաքյան, պետք է սկսենք եկեղեցու վերնախավից եւ իշխանությունից։ Այս պահին ընթանում է Գերագույն հոգևոր ժողովը, տեղեկությունները շատ տարբեր են, թե ինչ է քննարկվում այդ ժողովի ընթացքում։ Այն եպիսկոպոսները, ովքեր նախորդին մասնակցեցին վարչապետի այդ հանդիպմանը, նրանք հիմա չեն մասնակցում այս հոգևոր ժողովին, նրանք ովքեր հիմա մասնակցում են հոգևոր ժողովին, առաջարկում են այս եպիսկոպոսներին կարգալույծ անել, նաև նշում են, որ իրենք չեն կարող ունենալ եկեղեցու ընդհանուր դիրքորոշումից տարբերվող այլ դիրքորոշում, եւ նաև նշում են, որ հենց Նիկոլ Փաշինյանը ինքն է առաջին անբարոյականը, ինքը չի կարող խոսել եկեղեցականների բարոյականության մասին, որպես օրինակ բերում են, որ օրինակ նա փաստաթղթով ամուսնացած չէ, ունի զուգընկերուհի, ունի ապօրինի երեխաներ ու նման բաներ։ Հիմա եթե այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում, օրինակ ես կարող եմ չէ առաջադրվել կաթողիկոսի թեկնածու, ենթադրում եմ, եթե աշխարհիկ մարդու եւ նման բարձրաճար հոգեվորականի համար կանոնական օրենքները նույնն են, ես կարող եմ ինքն առաջադրվել որպես կաթողիկոս, ենթադրում եմ։ Գիտեք, տարօրինակ է եկեղեցու պատասխանել, ասենք Նիկոլ Փաշինյանը չի կարող, չնայած դա դեռ տնենք մի կողմ։ Հայաստանում չկան մարդիկ, որոնք հետևում են ինչ-որ օրենքների, ուրեմն ես չեմ կարող ասել դա ընդհանուր պետք է լինի, կամ այդ օրենքները ով է սահմանել, քաղաքացիական կյանքում այդպիսի օրենքներ չկան։ Կամ Գարեգին II-ը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է, նրանք շփվել են, նոր է իմացել, որ նա ուրեմն ամուսնացած չի փաստաթղթով։ Նույնը կարելի է Նիկոլ Փաշինյանի մասին դեպ խոսել, նա նոր է իմացել, որ Գարեգին II-ը հատկապես այն բանից հետո, որ որոշ հոգևորականներ որոշեցին փողոց դուրս գալ, ունի զավակ։ Զավեշտալի բան է տեղի ունենում, երկու կողմն էլ փորձում են ինչ-որ բարոյական արժեքներից խոսելով, իրենք չգիտեմ որքանով են դա կրում, թե ոչ դա ընդհանրապես իրենց ներքին գործն է, փորձում են դա շահարկել եւ առաջ տանել իրենց հարմար քաղաքական շահերը։ Ես պիտի ցավալիորեն ասեմ, որ եթե Փաշինյանի համար դա ինչ-որ
առումով նորմալ է որպես քաղաքական գործիչ, ես չեմ հասկանում եկեղեցին ինչ գործ ունի քաղաքական գործընթացներում։ Եկեք ասենք, որ դրանից է սկսել այս ճգնաժամը։ Եւ հիմա եկեղեցին այսպես հեռացնում է իրենից մեղադրանքները, որ կոչ էին անում բռնության եւ այլն, այսինքն չէին քննադատում նախկին իշխանությունների Ռուսաստանի հանդեպ։ Մենք խոսել ենք դրա մասին, որ եկեղեցու դիրքորոշումը Գարեգին II-ի ինձ համար անընդունելի է խոսել միայն ներկա իշխանությունների սխալներից, չխոսել նախկիններից, խոսել արևմուտքի սխալներից, չխոսել Ռուսաստանից։ Մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանը վստահ կարող ենք ասել, որ նաև ինչ որ փաստեր ունենալով այս հոգևորականների նկատմամբ փորձում է նրանց ճնշել արդեն Գարեգին II-ի դեմ խոսել։ Գարեգին II-ը կամ ինչպես իշխանությունն է ասում Կտրիչ Ներսիսյանը մի հայտարարություն է արել, ինչ վերաբերում է Արշակ Խաչատրյանին կամ Արշակ Սրբազանին, ասել է, որ նա չի կարող նրան նաև հեռացնել կամ կարգալույծ անել, որովհետև այդպիսով, եթե Արշակ Սրբազանը հեռացվի կամ կարգալույծ արվի, եկեղեցին կփլուզվի։ Օրինակ, այս կարդալուց հետո ինձ մոտ այսպես մի ամբողջ ներաշխարհ փլուզվեց, որովհետև ես մտածում եմ եկեղեցին ժողովուրդն է, ոչ թե օրինակ Արշակ Սրբազանը, որը կասկածվում է սկանդալային անբարոյական տեսանյութերի հերոս լինելու մեջ, ես չգիտեի, որ Արշակ Սրբազանն է եկեղեցու հենասյունը օրինակ, ես գիտեի դա ժողովուրդն է եկեղեցին, բայց պարզվում է, եթե Արշակը գնա, եկեղեցին փլուզվելու է, այդ թող գնա։ Ես կարծում եմ դա չի նկատի ունեցել Գարեգին II-ը, գուցե չհասկանալով։ Նա շատ լավ գիտի, որ միայն Արշակ Սրբազանի հանդեպ չկան կոմպրոմատներ, փաստորեն իր հանդեպ էլ կան եւ բարձրաստիճան այս հավաքվածների հանդեպ էլ երեխաներ ունենալու։ Կարծում եք իրացել այդ կոմպրոմատներ կան։ Ես նույնիսկ չեմ ուզում մտածել, որ հիմա այսպիսի տեսահոլովակներ արդեն նրանց մասին կլինի հակառակ ճամբարից։ Իհարկե նայած ում ձեռքում են գտնվում այդ նկարահանված փաստերը։ Իդեպ նշեմ, որ այսօր այս հոգևոր ժողովից առաջ սրբազաններից մեկը հայտարարել է, որ նախորդին վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսները գնացել էին իրենց կոմպրոմատները, այսպես ասած, պարտակելու համար։ Հիմա այս ինչ է կատարվում, մեր եկեղեցու ամբողջ վերնախավը մեկի վրա կոմպրոմատ ունի, ինչը ենթադրում է, որ որևէ մեկը եկեղեցական եւ հոգևոր կյանքով չի ապրել, ու հիմա այս մարդիկ մեզ բարոյական դասեր ու խրատներ են տալիս։ Տպավորություն է, որ մենք աշխարհիկներս ավելի սուրբ ենք։ Այնինչ իրենք այսօր են հայտարարել, ես երեկ եմ տեղադրել իմ Facebook-յան էջում, որ սա կոմպրոմատների եւ ահաբեկման արդյունք է, մարդկանց մասին, որոնց ասում էին Bentley-ներով են ման գալիս եւ զենքով, հիմա նրանք դառնում են սրբազան հայրեր։ Գիտեք, ինչն է, իհարկե բոլոր մարդիկ սխալական են։ Եթե նրանք ընդունեն, որ սխալ են արել եւ քննադատեն, պարզ է, բայց Արշակը Սրբազանն էլ այսպես է մտածում, եթե դուք ինձնից ոչինչով չեք տարբերվում, հիմա նա դա է անում։ Նա վախեցնում է բոլորին, փաստորեն բոլորը նկարահանված են, որ ուրեմն եթե ես գնում եմ, դուք էլ եք գնում։ Գարեգին II-ը դա նկատի ունի, քանի որ ինքը ցավալիորեն պիտի ասենք, որ սա իհարկե զավեշտալի է, հայ եկեղեցին ընդհանրապես ուղնուծուծով փաստորեն ներգրաված, եթե Նիկոլ Փաշինյանը չի կարողացել գտնել այնպիսի արքեպիսկոպոսների սրբազան հայրերի, որոնք չունեն խոցելի կողմ, ես ուզում եմ հաթեմ սարսափում եմ մտածել։ Իդեպ նախորդ հարցին գանք, հիմա Դոնալդ Թրամփի բարոյական կերպարի մասին են խոսում, բայց դա հաստատ չես համատի Հռոմի Պապի բարոյական կերպարի հետ, այսինքն հոգևոր վերնախավը ղեկավարելը, հոգևոր դասի պատկանելը, դա չի հավասարեցվում Վլադիմիր Պուտինի բարոյական կերպարի հետ։ Իհարկե Կիրիլն էլ այդ բարոյական կերպարը կրում, բայց եթե դրա մասին արդեն բաց խոսվի, ես չեմ կարծում, որ կասեն դե Պուտինը արել է, ես եմ անում։ Օրինակ, չեմ հասկանում։ Ինչը կպարբերաբար Ռուսաստանին այս թեմայից խոսելուց հիշում։ Շատ լավ հարց եք տալիս, որովհետև հետսովետական երկրներում բոլոր տեղեր այս խնդիրը կա։ Ես վերջերս տեսա հետաքննություն Մոլդովայում եկեղեցու վերաբերյալ, Հունգարիայում, կներեք սեռական նույնիսկ փոքրամասնության պատկանելիության, դա չեմ քննադատում, նկատի ունեմ այս ազգային արժեքները դավանողները։ Այն կանոնները, որոնք եկեղեցին է սահմանել։ Հատկապես ռուս եկեղեցին, որը առավել է, գոնե Հռոմի եկեղեցին փորձում է ինչ-որ այսպես ավելի դրական կերպով իրեն դիրքավորել, այլ հարց է, որից դա կարող եմ ընդունել կամ ոչ, բայց վրացական եկեղեցում եղան սկանդալներ, այսինքն ինքը ռուս եկեղեցին այս ուղնուծուծով դրա մեջ է, այսինքն ինչ տեսել են հետ սովետական ուրեմն եկեղեցիները տեսել են Մոսկվայում, դա էլ այսպես կոպիա է արվել, ինչպես կոռուպցիան, նույն արժեքները մեր եկեղեցու մոտ եւ ամենազավեշտալին այն է, որ իրենք ամենաբարձր
հարցերն են քննադատում արևմուտքի այլասերությունները այն դեպքում, եւ սա պատմության մեջ էլ եկեք ասենք, որ Հիտլերը նույն ինքը, որը ըստ փաստերի ամերիկյան պատկանում էր ուրեմն սեռական փոքրամասնիկ, պարզ ասենք, նա ամենաուժեղ քննադատներ կամ Վալոդինը, դա որը մեկը գաղտնիք չի Պետդումայի ղեկավարը, որ ամեն ԼԳԴՊ-ին քննադատում է, բայց բոլորը գիտեն, որ նա սուրոգատ մորից երեխա ունի, այդ փաստերը կա եւ ինքը ոչ ավանդական կողմնորոշում ունի։ Բոլորի վրա կոմպրոմատ կա, այս ինչ բան է։ Հետաքրքիր է ով է դա սկսել հավաքել, որովհետև ես այդպես էլ չհասկացա փորձաքննության արդյունքները Արշակ Սրբազան ասում չեմ ստացել, եթե այդպես է։ Այս եպիսկոպոսները ասում են հաստատվել։ Հաստաբանն էլ ասում չեմ ստացել, ես որպես իրավաբան ուզում հասկանամ, եթե այդպեսի բաց կա, դա շատ վատ է, դա ցույց է տալիս, որ դատարանը նախորոք փաստերը տրամադրել։ Եկեղեցու ներսում են քննել, իրենք էլ էին, չէ՞, հանձնախումբ արել դրա համար։ Դե, բայց փաստաբանը պիտի պահանջի, որ իրեն տրամադրվեն այսի փաստեր, այսինքն այդպես ամեն մեկը ինքը իրավունք չունի ինչ որ փաստ վեր հանի եւ ասի դա ճիշտ է, բայց ինքը Արշակ Սրբազանը չի հերքում, ես չեմ հասկանում նրա խոսքերը հերքման մասին չի։ Հարց է տալիս իր արարքից, նա խոսում է եկեղեցուց։ Ես չեմ հասկանում եւ ելի եմ ասում Հայաստանում ես երևի սուրբ մարդ չկա, հարցը դա չի, բայց եթե դուք փորձում եք ձեր սխալը անընդհատ առաջ տանել, այս նախկին իշխանությունների հետ շրջապատնել, այնպես է ցույց տալիս, որ սա հակաքրիստոնեական արշավ է, չեն ասում այս մարդիկ վարկաբեկում են եկեղեցին։ Սա կարծես մենք տարբեր իրականությունների մեջ ապրենք։ Որ ասացիք Արշակ Սրբազանը կամ Խաչատրյանին հարցնում են, եղել է թե չեղել, չի ասում եկեղեցից է խոսում, ինձ հիշեցրեց օրինակ մեր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրամիությունից հարց է տալի ԵԱՏՄ-ից է խոսում։ Դե որովհետև Մհեր Գրիգորյանը նախկինում այնպիսի շրջանակներ է շփվել, որոնք վստահորեն ԵԱՏՄ կողմնակիցն են նայել, դրա ջատագովն է իմ կարծիքով։ Շատ լավ, սահուն այսպես անցնենք այդ թեմային, հա։ Ես նշեցի, որ Մարտակոսի հետ է հանդիպել Դավիթ Խուդատյան Ուզբեկստանում եւ քննարկել են Մարտակոսը Եվրամիության ընդլայնման հանձնակատարն է, քննարկել են Եվրամիություն Հայաստան հարցեր, առավել խորացման, ինտեգրացիոն եւ շեշտվել է, ինչը կարծում եմ այդ հաղորդագրության ամենակարևոր կետերից մեկն է Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում Եվրամիության առավել ակտիվ ներկայությունը, հա, օրինակ այդ ներկայությունը ինչպիսին կարող է լինել, ես ուզում եմ հիշեցնել, որ վերջերս էլ Հայաստանում Եվրամիության դեսպան Մարագոսն էր նշել Սյունիքում, որ ի սկզբանե իրենք խաղաղության խաչմերուկով ողջունել էին եւ պատրաստ են եղել դրանում ունենալ Եվրամիության տարբեր գործիքների ներդրումը։ Խաղաղության խաչմերուկը այս մի 2 տարուց ավել է կա, հա, ինչու՞ բա որևէ ակտիվ ներդրում տեղի չի ունեցել։ Ես նկատի չունեմ միայն օրինակ Սյունիքը կամ արդեն Թրամփի հետ ճանապարհը մենք ուրիշ սահմանային հատվածներում էլ ու առհասարակ ենթակառուցվածքների խնդիրներ ունենք, հա, հազարումի։ Բա ինչու չի եղել։ Գիտեք, դա կարող են բացատրել Եվրամիության հետ աշխատող շրջանակները, որոնց մասին ես քննադատաբար խոսել եմ, բայց իրենք ասում են, որ ամեն ինչ այդտեղ իդեալական է, մենք 99%-ով համապատասխանում ենք Եվրամիության թեկնածուի կարգավիճակին, Եվրամիության հետ ունենք ամենաջերմ հարաբերությունները։ Ես փաստերով չեմ կարող ասել ինչի չի իրականանում, այլ հարց է, որ եկեք ասենք, որ հյուսիս-հարավ ճանապարհը, որը ընդհանրապես թալանվեց, իդեպ այդ մարդիկ հիմա ընտրությունների են պատրաստ շնորհիվ Հայաստանի ներկա իշխանությունների, այսինքն դա մեզ համար ռազմավարական ճանապարհ է։ Այսօր Ադրբեջանը, որ ասում է մեր բոլոր ճանապարհները պատրաստ են, բարձր որակի են, մինչև 2026-ը կավարտվի, այսինքն մենք ինչու ենք այս հարցում անդադ կաղում։ Այո, մենք պիտի բերենք, եկեք ապագայից խոսենք Եվրամիության ներդրումները, հատկապես եկեք հասկանանք, որ Վրաստանի շեղումից հետո դեպի Եվրոպա Հայաստանը առավել կարևոր դիրք է ստանձնել։ Դե Ադրբեջանը ավտորիտար երկիր է, երբեք էլ Եվրամիությունը այդպես 100%-ով հույս չի դնում Ադրբեջանի վրա, հաշվի առնելով այնտեղ ռուսական ու թուրքական գործոնը, բայց Հայաստանը դառնում է կարևոր։ Հիմա մենք պիտի օգտվենք դրանից, հատկապես որ Ռուսաստանի շրջանցող ճանապարհները 22 թվականից հետո ռուս-ուկրաինական պատերազմից եւ այս միջին միջանցքի տրամաբանությունը ինչու առավել ակտիվացավ, դարձել են առավել կարևոր։ Այսինքն դա մեր կողմի բացն է եւ մենք պիտի հասկանանք, թե դա ինչի արդյունք է Եվրամիության пассив քաղաքականության, թե հայկական շրջանակների։ Որպեսզի մեր հեռուստադիտողների համար պարզ լինի, եկեղեցուց սկսեցինք, ասենք Ռուսաստան, Եվրամիություն, այս ինչ խառն է, շատերը նշում են, որ այս եկեղեցու թեմայի տակ նաև աշխարհակաղակական հարցեր կան, կամ եկեղեցու վերնախավը ինքն է դա ընդգծում, օրինակ պարբերաբար դեմ հանդես գալով Հայաստանի եվրոպական ճանապարհին եւ կողմ լինելով ռուսական։ Տեսեք,
Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ինքը ուղիղ առճակատման չի ուզում գնալ Վլադիմիր Պուտինի հետ։ Դրա համար նա այս տակտիկան է որդեգրել եպիսկոպոսների միջոցով։ Սկզբում նա այլ կերպ էր մտածում. ես կգնամ Էջմիածին, կհանեմ դուրս Գարեգին երկրորդին, դա սխալ էր։ Այս տակտիկան ինչ որ առումով ճիշտ է իր իհարկե տեսանկյունից ու ես ինչ կապ ունեմ, եթե Ռուսաստանից լինի արձագանք Մարիա Զախարովայի կողմից, դա ես կապ չունեմ, եպիսկոպոսները խոսում են բարոյականությունից։ Այլ հարց է, որ Ռուսաստանը կարող է, եթե այստեղ խնդիրներ կան, ցույց տալ, որ սա բարոյականության հետ կապ չունի։ Դրա համար ես չեմ ողջունում այս մարդկանց միջոցով։ Ես լսում եմ շատերն ասում են, դե հիմա էս ունենք, իրանք են անում։ Այսինքն մենք ընդունենք, որ հայ եկեղեցում մաքուր թող վարդապետ լինի, մարդիկ չկան։ Ես կասկածում եմ, ինչու՞ բարձր պաշտոններ զբաղեցնողները, եթե բոլորի դեմ կոմպրոմատ ունեն, ուրեմն ես չգիտեմ, դա ինչով կարելի է համարել մաքրման գործընթաց, լավ, նույնիսկ այդ բառերը թողենք մի կողմ, ճամարտակությունը, շատ ներողություն, այսինքն Ռուսաստանը իր հակաքայլերը ունենալու է այդտեղ, չէ՞։ Հիմա մենք ո՞նց ենք պաշտպանելու այս շրջանակին, եթե վաղը մյուս օր իրանց մասին ավելի վատ բաներ տեսնենք, գանք ինչ ասենք դե հիմա հանուն Հայաստանի են անում, լավ են անում, այսինքն բարդ է, հա։ Եկեղեցին հետ սովետական երկրներում եւ դա գաղտնիք չի եղել է եւ կա ազդեցության լծակ իդեպ Ստալինի հենց իշխանության առաջին տարիներից ուրեմն քաղաքական process-ներին մասնակցելու համար այդ նորություն չի որ եկեղեցին միշտ էլ մասնակցել է այլ հարց է որ մասնակցում է այն ժամանակ երբ Հայաստանը փորձում է Ռուսաստանի ազդեցությունը թույլատրել իսկ թե ինչու արդեն Գարեգին երկրորդը թող պատասխանի բայց խնդրում եմ միայն քրիստոնեության եւ ավանդական արժեքների մասին էլ չխոսի որովհետեւ նա ամեն անգամ վարկաբեկում է իր խոսքով այդ արժեքները Շատ լավ, եւ կխնդրեմ, որպեսզի դուք անպայման մեկնաբանեք հապկի վերաբերյալ հայտարարությունը նախորդին մեր փոխարտգործ նախարարը ազգային ժողովում ասաց, որ Հայաստանը հապկից դուրս գալու հարց չի քննարկում։ Այնուհետև ուշ երեկոյան խորհրդանի նախագահը ասաց, որ փաստացի հապկից դուրս եկած ենք։ Այնուհետև ավելի ուշ երեկոյան, երբ տեղի ունեցավ հապկ գագաթաժողովը, Վլադիմիր Պուտինը ասաց. Եթե Հայաստանը համարում է, որ առայժմ կարելի է այսպես աշխատել, ապա մենք համաձայն ենք, թող շարունակեն այս ձևաչափով աշխատել, ենք մնում են հապկ անդամ։ Վլադիմիր Պուտինը բարբերաբար հասկացնում է Հայաստանին եւ հապկի հետ կապված եւ ԵՏՄ եւ նոյեմբերի 9-ի, որ Հայաստանը անդամ է այդ համաձայնագրերի եւ դուրս չի գալիս։ Սա թե հիմա ազգային ժողովի նախագահը ինչ է հայտարարում, մենք սառեցնում ենք, կիսասառեցնում ենք, այդպիսի գործիքակազմ հապկում չկա։ Այլ հարց է, որ եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ ազդակներ ելնելով գտնում է, որ դեռ վաղ է դուրս գալ հապկից եւ դա կարող է վնասել այս պահին, չեմ կարող ասել, մեր անվտանգային ուրեմն ճարտարապետությանը, որտեղ չկա ազդակ Եվրոպայից, դա պիտի լինի կամ ԱՄՆ-ից, դա այլ հարց է։ Ես այնպես չի, որ ես որոշ շրջանակներում եմ ասում հենց վաղը դուրս արի, պետք է հասկանանք ինչ իրավիճակ է այդտեղ։ Բայց կարմիր գիծ չի Վլադիմիր Պուտինի համար, որ Փաշինյանը այնտեղ դերկա չի։ Հակառակը նա դա օգտագործում է այդ հեքիաթի համար, որ Նիկոլ Փաշինյանը հակառուս է, արևմտամետ է, մենք դրա համար իրեն չենք պաշտպանում։ Երկուսին էլ հարմար է այս իրավիճակը։ Փաշինյանն ասում է ես չկամ, նա ասում է կա։ Այսպես է, ինչ վերաբերում է հապկ անդամությանը, ես տեսա, որ Վլադիմիր Պուտինը խոսում էր զենքերի մատակարարման մասին եւ ռուսական այդ 8-րդ սերնդի զենքերի մասին, եւ դες մի պարզ բան ասեմ, Ռուսաստանը հիմա չիպեր չունի, որպեսզի իր հրթիռները կարողանա օդ հանել։ Այդ չիպերը ԱՄՆ արտադրած կներեք սառնարաններից եւ Եվրոպայի լվացքի մեքենաներից գողացված չիպերն էին։ Որքանով է առանց նոր չիպերի նա կարողանում լավ զենք արտադրել, Պոսեյդոնը վկա։ Շնորհակալ եմ։ Սրուցակիցս քաղաքագետ Միտք վերլուծական կենտրոնի հիմնադիր Լիլիթ Դալաքյանն էր։ Մեր եթերում կարճատև դադար է, որից հետո շարունակում ենք։